եք ցուցանիշներ ըստ էության ուսումնասիրություններ ունեք այդ կարգի դեպքերի բնակարանային գողություններ եւ մեքենաների, ավտոմեքենաների հետ կապված որոշ մասերի գողություններ։ Ինչ աճ կա եւ ըստ էության ինչ է կանում, որ դրանք կանխեն։ Նախ առաջինը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի աճը չենք փաստում մենք, փաստում է հանրությունը սոցիալական հարցումների տեսքով։ Եվ իմ ցանկացած խոսք, երբ որ ես նշում եմ, դրանք զուտ գնահատականներ չեն, դրանք բացառապես տարբեր փաստերի վրա հիմնված եզրակացություններ են։ Այսինքն, եթե դուք նշում եք, որ չեն վստահում, ցույց տվեք ինձ ապացույց, սոցիալական հարցման տեսքով կլինի, որևէ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տեսքով կլինի, որևէ այլ հետազոտական կենտրոնի արդյունք կլինի, ես նոր կդիտարկեմ այդ պնդումը։ Այս պայծրությամբ ես պնդում եմ այն, ինչ որ փաստարկված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ գողություններին, բնակարանային գողություն, նաև տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ։ Իրականում ինձ համար եւս մտահոգիչ են այդ դեպքերը, որովհետեւ մենք պրակտիկայում արձանագրում ենք, որ տարբեր խմբեր են գործում շատ հաճախ, ընդ որում վերջերս մենք նույնիսկ բացահայտել ենք մի բնակարանային գողություններով անցնող խմբի, որը որ ոչ միայն օրինակ Կոտայքի մարզում է իրականացրել գողություններ, այլ Երևանում, այլ մարզերում, այսինքն կան նաև ձևավորված պրոֆեսիոնալ խմբեր, որոնք Տիկին Բաղդասարյանի եւ Հրաչյա Հակոբյանի տունը թալանողները Տիկին Սարգսյան։ Ժողովուրդ, հիմա եթե ամեն հարցի մեջ ինչ-որ նոր շերտեր բացեք, ես ոչ մեկի հարցին չեմ կարողանալու պատասխանել։ Խմբի մասով արդեն իսկ ունենք բացահայտում, այսինքն այն բոլոր դեպքերը, որոնք տարբեր մարզերում չբացահայտված էին մինչև այս պահը, խմբերի կոնկրետ բացահայտման արդյունքում այս բոլոր դեպքերը համարում ենք բացահայտված։ Բայց բնականաբար կարիք կա շարունակելու այս ուղղությամբ աշխատանքը, որովհետև մենք նկատում ենք, որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են նաև ընդհանուր ենթակառուցվածքային պայմանները, լուսավորության հետ կապված տարբեր հարցերն են դիտարկում, որպեսզի հասկանան, թե որ տեսադաշտից մոտենան տվյալ օրինակ տրանսպորտային միջոցին, որ դեպքում իրենք չեն տեսանկարահանվի առավելապես, շատ հաճախ օգտագործում են նաև իրենց հագուստը, որպեսզի կարողանան նույնիսկ տեսախցիկի առկայության պայմաններում քողարկել իրենց դեպքը, որը թեև օրինակ քաղաքացին կարող է նշել, որ այ տեսախցիկը կա, անձը երևում է, բայց մենք չենք կարողանում նույնականացնել տվյալ անձին։ Սրանք իհարկե կներեք, սրանք իհարկե մտահոգիչ դեպքեր են, որոնք կարիք կա հետևողականորեն աշխատելու։ Այս տարի արդեն բնակարանային գողությունների բացահայտման առումով այս մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք բացահայտման առումով։ Եթե կոնկրետ թվերն են հետաքրքրում, կարող եք հարցում ուղարկել նախարարություն, պատշաճ կերպով բոլոր թվական տվյալները։ Ասեմ, որ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով մտահոգիչ էր այն դեպքը, որ հատկապես որոշակի մագնիշի տրանսպորտային միջոցներից էր տեղի ունեցել գողությունը։ Մենք հանդիպել ենք նաև հանցագործությունից ենթադրյալ տուժողների հետ, այս պայծրությամբ փոխոստիկանապետի գլխավորությամբ իրականացում են ինտենսիվ աշխատանքներ, որպեսզի կարողանան այնքան անվախ են, որ զանգահարում են, նույնիսկ ասում են, այսքան փող, այսքան գումար, տելեգրամյան ալիքներն են օգտագործում։ Այսինքն այս սանձարձակությունը արդեն չափ ու սահման ըստ լրացում անեմ, հա, նաև թմրանյութերի հետ կապված է, ոստիկանությունը պայքար է տանում, բայց մենք հաճախ տեսնում ենք, որ օրինակ նույն տելեգրաման ալիքներով տարածվում են տեսանյութեր, թե ինչպես ինչ-որ քաղաքացիներ բռնում տարբեր անձանց, որոնք ըստ էության թմրանյութեր են իրացնում, պատժում են, հա, իրենց մեթոդներով։ Օրինակ այն տեսանյութերը ուսումնասիրումը որքանով են դրանք նախ համապատասխանում իրականությանը եւ ինչ առնչություն կա ընդհանրապես թմրանյութերի հետ։ Եվ այնքան ամենաթողությունը, որ օգտագործում են եւ այդ պիպետկաները փողոցներում շախտված է, այսինքն ոստիկանությունը այնքան անտարբեր, որ մարդիկ բացահայտ օգտագործում են ու այդ գործիքներն են փողոցներում շաղ են տալիս Տիկին Սարգսյանը։ Ամենաթողության մասով ոչ, որովհետև եթե կա կոնկրետ կլինի այդ ներարկիչը, կլինի կաթոցիչը, չգիտեմ ինչ անվանումներով, որ կոչենք այդ բոլոր բաղադրամասերը, դրանց հայտնաբերման դեպքում, հատկապես բարեկային ծառայության դեպքում ունենք բավական բարձր ցուցանիշներ եւ դրանք դառնում են կրկին հաղորդում են դառնում եւ ուղարկում են քրեական վարույթ։ Որևէ մեկ չի հետաքրքրվել։ Ձեր անձամբ ներկայացրած հաղորդման հիման վրա ձեր տան հատվածում ավելի ինտենսիվացել է բարեկային ծառայության աշխատանքը, Նարեկ ջան, եւ դրա արդյունքում որոշակի դեպքեր արձանագրվել են եւ ուղարկվել են քննչական կոմիտե։ Թմրանյութ օգտագործող եք հայտնաբերել այդ նշած։ Ձեր տան մոտ, եթե ուղարկեք գրավոր Ես նկատեմ շրջակայքը, որ նշում եք, ձեր տան մասին չի միայն խոսքը։ Տիկին Սարգսյանի իսկ այդ Ես ուզում եմ ցրել
տպավորությունները, ոչ թե պարոն Կիրակոսյանի տան մասին է կոնկրետ, այլ շրջակայքի, որտեղ որ ըստ իր ահազանգի, ընդ որում որպես նաև Պաչաճ վարքագիծ դրսևորած քաղաքացի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք ահազանգել եք այդ դեպքի մասով, չեք զլացել ինֆորմացիան փոխանցել մեզ, մենք ըստ այդմ հասկացել ենք, որ կարիք կա տվյալ հատվածում ավելի ինտենսիվացնել այդ տեղի բարեկային ծառայության աշխատանքը եւ կոնկրետ թե անչափահասների ներգրավմամբ կատարված դեպքերը բացահայտել եւ թե նաեւ առհասարակ, բայց ուզում եմ նաեւ նշել, որ տելեգրամյան հարթակների դեպքում կարող է արտակուստ տպավորություն ստեղծվել, թե կա ամեն ինչը, ինչու չեք անում, այսինքն ամենաթողության ինչ-որ տպավորություն լինի, բայց պիտի փաստեմ, որ մեզ հաջողվում է մի շարք ալիքներ փակել, բայց շատ ալիքներ դեռևս չի ստացվում փակել, որովհետև կարիք կա Պարագլուխների, որտեղ ըստ էության միանշանակ շարողներին բռնում են, բայց պարագլուխները ասում են մնում են չբացահայտված։ Միանշանակ այդտեղ եւս խնդիր կա, որովհետև եթե տեղեկատվությունը հատկապես կառավարվում է կամ հրահանգը կատարվում է անդրասահմանային տրամաբանության մեջ, այսինքն օգտագործելով տելեգրամյան ալիքները, կազմակերպված խումբը գործում է ոչ թե Հայաստանի տարածքում, այլ նաև ունենք դրվագներ Հայաստանից դուրս, մեզ շատ հաճախ չի ստացվում հենց խմբին բացահայտել, այլ հիմնականում օգտագործողներն են բացահայտվում կամ այն անձինք, ովքեր որ հրահանգը կատարում են կոնկրետ խմբի տեղում դնելու համար։ Ես օրերս եմ խոսել կոնկրետ թմրանյութ օգտագործող անձի հետ հենց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, ինքը ասում էր մանկապարտեզներում դպրոցների այդ հատվածներն են, դուք այդտեղ զգոնության կոչ, ոստիկանությունը, որ մանկապարտեզների դաստիարակները, տնօրենները, դպրոցի տնօրենները զգուշանան, երեխաները կարող են ինչ-որ փաթեթը վերցնեն, մտածեն, օգտագործեն, որովհետև ըստ էության կոնկրետ անձը, որը 6 տարի ազատազրկման է դատապարտվել, ինձ ասում էր մանկապարտեզում դպրոցում տեղադրել եմ, որ գան վերցնեն, շարել եմ, որպեսզի գան վերցնեն։ Բայց քրեակատարողական հիմնարկում Այո, ինքը քրեակատարողական հիմնարկում է։ Այսինքն հետևողականորեն պատասխանատվության է ենթարկվում։ Բայց ինքը պնդում էր, ասում էր իրավապահ մարմինները պետք է պարագլուխներին գտնեն, մեզ փակելով հարցը չի լուծվում։ Ինքը չգիտի ով է պարագլուխը։ Շատ լավ։ Խմբերի բացահայտման առումով իհարկե դեռ անելիք ունենք շատ իրականացնելու, որովհետև մեր խնդիրն է հենց խմբի բացահայտումը, խմբի կազմակերպիչների բացահայտումը, որպեսզի մենք կարողանանք խմբի հետագա գործողություններն արդեն կանխենք եւ ուղղակի հետևանքի հետևից չվազենք, հա, անընդհատ բռնենք տարածողներին եւ չկարողանանք խմբի գործունեությունը դադարեցնել, բայց այստեղ ավելի ինտենսիվ աշխատանքի կարիք ունենք իրականացնելու, ասեմ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում սահմանային կետերում ավելի ուժեղացրել ենք հսկողությունը եւ կարողացել ենք տասնյակ կիլոգրամներով տարբեր դրվագներով թմրամիջոցներ հայտնաբերել եւ առգրավել, որը որ հենց այս տրամաբանության մեջ թույլ չի տվել, որպեսզի հետագայում դա դառնա տասնյակ հազարավոր մանր դեպքեր, կլինի իրացում, կլինի օգտագործում եւ այսպես շարունակ։ Հանցագործության դեպքերի բնակարանների գողության մեր խմբեր բացահայտել, բայց չնշեցիք վարչապետի խոսնակ Տիկին Նազերի Բաղդասարյանի, վարչապետի Աներձաքերաչի Հակոբյանի քպական պատգամավոր իրենց բնակարանների գողություն իրականացնող անձիկ կան այդ գողերի մեջ թե ոչ։ Դրանց մասով արդեն կա քրեական վարույթ, պիտի խնդրեմ դիմել քննչական կոմիտե, որպեսզի ընթացքի մասով իրազեկվեք, բայց ես ավելի հարգալից եմ ձեր գործընկերոջ նկատմամբ, որովհետև կար հարց, որին որ ես չպատասխանեցի, խոսքս դպրոցների շրջանում թմրամիջոցների տարածվածությանն է վերաբերում, ասեմ, որ իրականում ավելի իրականում ավելի ուռճացված է, հա, այն պատկերը, որը որ ներկայացվում է, ես հասկանում եմ, որ շատ զգայուն թեմայի մասին ենք խոսում եւ ցանկացած դրվագ, որտեղ որ անչափահասն է անցնում, մեզ համար ավելի խորն ենք ընկալում, հա, դեպքը իր բոլոր նրբերանգներով, բայց վիճակագրությունն ենք երբ որ նայում, նկատում ենք, որ ահռելի թվեր չունենք, բայց սա կարող է խոսել երկու բանի մասին։ Առաջինը, որ իրականում թվերն այդպիսինն են, այսինքն այն ինչ որ կա ավելի շատ էմոցիոնալ դաշտի պնդում է, բայց երկրորդն էլ այն է, որ միգուցե ունեն խնդիր, որ ծնողները չեն ցանկանում, հա, ընտանեկան շրջանակից դուրս բերել տվյալ ինֆորմացիան եւ փորձում են իրենք կարգավորել երեխաների հետ կապված հարցերը եւ
կարծում եմ այստեղ պիտի հետևողական Ոստիկանության գվարդիան մինչև նոյեմբերի 1-ը պետք է ձևավորվեր, չէ, եւ արդեն քննարկվում է ով է նշանակվելու Ոչ, որովհետև ոստիկանության գվարդիայի ցանկացած պաշտոն զբաղեցնող անձ պիտի անցնի, խնդրում եմ մի քիչ առաջ կանգնենք, կանադառնանք այդ թեմային արդեն կոնկրետ վերապատրաստների արդյունքում։ Այս մի հարցն ու վերջ։ Ինչպես է ստացվում, որ Իրանի քաղաքացիներ, ենթադրաբար ադրբեջանցիներ, հանրապետության հրապարակում երգում են ադրբեջանական երգ եւ ոստիկան չի մոտենում նրանց, ասենք, օրինակ հանրային կարգը խախտելու առիթով։ Հանրապետության հրապարակում անձինք կարող են անցկացնել իրենց հանգիստը, այդ դեպքով ազգային անվտանգության ծառայությունը կոնկրետ հայտարարությամբ է հանդես եկել եւ կրկին խնդրում եմ չշահարկել այդ դրվագը եւ չբերել ինչ որ միջպետական հարաբերությունների դաշտ։